Բարև ձեզ, կնշեք ինչպիսի արտիստ է Ռաիսա Մկրտչյանը եւ ինչպիսի արտիստի մենք այսօր կորցրեցինք։ Դուք հարցը տվեցիք, պատասխաննել հետը։ Ռաիսա Մկրտչյանը դա երևույթ է, որը չի կրկնվի, որտեվ եթե մի մարդու մեջ եւ մարդկային լավագույն ուրեմն լավագույնը ինչ որ կա մարդու մեջ կա եւ դաստիարակությունը եւ կրթվածությունը եւ պարկեշտությունը եւ պրոֆեսիոնալիզմը եւ այն անծայրածիր ուրեմն երկերի ձայնագրությունները, կատարումները, համերգները, բանը կոնկուրսներում մասնակցել լաուրեատ դառնալը եւ մյուս կողմից էլ մանկավարժական գործունեությունը կոնսերվատորիայի որպես պրոֆեսոր դուք պետք է տեսնեիք երեք Պանիխդայի ժամանակ ոնց էին լաց լինում իր ուսանողները, որտեղ ինքը լրիվ տրվում էր իր աշխատանքին, լրիվ մինչև վերջ եւ այդ ինչ որ ես ասում եմ շատ փոքր մասն է այդ ամեն ինչի, ես չեմ ասում նրա մասին, որ կոնկրետ ես իր հետ աշխատում եմ 72 թվականից 54 տարի արդեն մի հատ մարդու կյանք միասին ենք անցկացրել եւ ես շատ ափսոսում եմ, շատ մենք կորցրեցինք շատ մեծ արվեստագետ, արդեն մեր կլասիկ դարած էստրադայի ներկայացուցիչներից մեկը, որի համար կոմպոզիտորները անհատական հենց իր համար էին գրում ստեղծագործությունները եւ ափսոս չենք ունենա Ռաիսա Մկրտչյանը։ Իսկ այն ստեղծագործություններ, երգեր, որոնք անավարտ մնացին եւ նրա աշակերտները կարող են այդ բացը լրացնել եւ կատարել։ Ամսի 8-ին կարող եք տեսնել հանրային ռադիոյի մենք նոր համերգաշար ենք սկսել, դա կոչվում է Կենթանի ձայնադարան, որը Կենթանի ուրեմն մեր նվագախումբը հենց ստուդիայից ինչ որ մեկին նվիրում, այս անգամ մենք նվիրել էինք ուրեմն Ռաիսա Մկրտչյանին, ինքն էլ եկել էր, խոսեց, մի ամիս առաջ էր եւ իր աշակերտները, իր ուսանողները կատարում էին իր երգերը։ Իհարկե, այդ ամեն ինչը շարունակելի է, որտեվ կոմպոզիտորները իհարկե արդեն էլ չեն կարող գրեն Ռաիսա Մկրտչյանի համար, դե կոմպոզիտորներն էլ արդեն կյանքը շարունակում է կգրեն, ունենք մենք լավ երաժիշտներ եւ երգիչներ եւ երգչուհիներ իհարկե կյանքը շարունակում է, բայց Ռաիսա Մկրտչյան չենք ունենալու։ Իսկ բացի արտիստից ինչպիսի ընկերերն է նաեւ, երբ եք վերջին անգամ խոսել նրա հետ, ինչ է ասել, որ մինչեւ հիմա ինչ արտահայտություն է արել, որ մինչեւ ամբողջ կյանքը կհիշեք։ Դե մի քանի օր առաջ, երևի մի ամիս առաջ, ամիս ու կես, ինքը դեռ աշխատում էր, մենք միասին քննության ենք եղել կոնսերվատորիայում եւ դե պատկերացնում եք մարդիկ ովքեր 54 տարի միասին աշխատում են ընկերներ են ամեն ինչից խոսում ենք ինքը եւ ընտանիքից եւ ինքը իր ընտանիքից ես իմ ընտանիքից բանը երաժշտությունից ուզում եմ ասեմ ոնց որ թե ոչ մի բան չպատահեց այսպես կտրվեց այդ ամեն ինչը եւ այսօր մենք չունենք Ռաիսային։